մոտավորապես 70,000 տարի առաջ Homo sapiens տեսակին պատկանող օրգանիզմները սկսեցին ձևավորել էլ ավելի բարդ կազմություններ, որոնք ստացան մշակույթ անվանումը։ Մարդկության այս մշակույթների հետագա զարգացումը կոչվում է պատմություն։ Պատմության ընթացքը կանխորոշեցին 3 կարևոր հեղափոխություններ։ Կոգնիտիվ հեղափոխությունը զարկ տվեց պատմության մեկնարկին մոտ 70,000 տարի առաջ։ 100,000 տարի առաջ երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր միայն մեկը՝ Homo sapiens-ը, ինչ պատահեց մյուսների հետ ու ինչ է սպասվում մեզ։ Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կամ պատմական կամ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը։ Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը։ Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը, վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում։ Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք 4 միլիարդ տարի կառավարել են կյանքը։ Ինչի կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսին ենք ուզում դառնալ մենք։ Մարդկության ապագան փոխվում է։ Այն արդեն փոխվել է և չի լինի այնպիսին, ինչպիսին պատկերացնում ենք բոլորովին վերջերս։ Հետևաբար վաղվա մեր որոշումները մեծապես կախված են լինելու այսօրվա մեր գիտելիքների պաշարից։ Այդ գիտելիքները կամբողջացնի ու կհարստացնի հենց այս գիրքը՝ Յուվալ Նոյ Հարարի «Սափիենս» կամ Մարդկության համառոտ պատմությունը։